ասեց մահիճը դվերծրա և տունը կենա։ Տերը նույնն է, նրա խոսքը անփոփոխ է, նրա մոտեցման ձևը անփոփոխ է։ Նա ուզում է, որ իմ և քո առաջինը հոգու ներքնաշխարհում աշխատանք տանի, որ մենք վստահենք Տիրոջը, ապավինենք Տիրոջը, չկասկածենք նրա սիրո վրա և մարմնավոր բժշկությունը դրա հետևանքով կլինի։ Ես երկու համար ուզում եմ ընթերցեմ Եսայի մարգարեությունից և աղոթքով պետք է գանք Տիրոջ առաջ։ Եսայի 43-րդ գլխի առաջի համարից կարդում եմ. «Եվ հիմա ով Հակոբ, քեզ ստեղծողը, և ով Իսրայել, քեզ ձևակերպող Տերը այսպես կսե. մի վախնար», հավատքով ընդունենք թե չէ, «մի վախնար, վասնզի ես քեզ փրկեցի, քեզ քո անունովդ կանչեցի, դուն իմս ես»։ Այստեղ վերջակետ է դրված։ Եղբայրներ, քույրեր, նա մեզ մեր անունով է ճանաչում, որովհետև մենք իր զավակներն ենք, մենք իր արոտի գառներն ենք։ Շարունակությունը կարդամ. «Քեզ քո անունովդ կանչեցի, դու իմս ես»։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում մեր կյանքի մեջ և Տերը որտեղ այդ ժամանակ։ Երբ ջուրերեն անցնես, ես քեզ հետ պիտի լամ, ու երբ գետերեն անցնես, քեզ պիտի չկոխեն, երբ կրակի մեջ են քալես, պիտի չայրես։ Սրանք փոխաբերական պայքարներ են, հիվանդություններ են, փորձություններ են, այս կրակները, այս գետերը, այս ջուրերը, երբ որ ասում է նրանց միջով անցնես, ես քեզի հետ պետք է լինեմ, երբ կրակի մեջ են քալես, պիտի չայրես, և բոցը քեզի պիտի չբռնկեցնե, քանզի ես քո Տեր Աստվածդ, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչդ եմ։ Ասենք փառք քեզ։ Եղբայրներ, քույրեր, գիտեք ինչքան կարևոր է, որ Տիրոջը խոսքը հավատքով պետք է վերցնենք։ Տիրոջը խոսքը այո է և ամեն է, ամեն հավատացողի կյանքում։ Տեսեք, մի համար էլ ուզում եմ զուգահեռ ես կարդամ, որը գրված է Եսայի 44-րդ գլխի առաջի խոսքից։ Եկեք սա էլ հավատքով ընդունենք և հավատքով էլ պիտի աղոթք անենք։ «Եվ հիմա մտիկր է, ով իմ ծառաս Հակոբ, դուն ով իմ ընտրած Իսրայելս, քեզ ստեղծողը և որովայնի մեջ ձևակերպողը ու քեզի օգնություն ընող Տերը այսպես կսե»։ Տեսնենք ինչպես կսե Տերը։ «Սարավի վրա ջուր պիտի թափեմ», երրորդ խոսքից եմ կարդում, «անջուր երկրի վրա հեղեղներ, քո սերունդիդ վրա իմ հոգիս պիտի թափեմ, և քո որդիներուդ վրա իմ օրհնությունս։ Անոնք իբրև թե խոտերու մեջ ջուրի վտակներուքով եղող ուռիներու պես պիտի բուսնեն, մեկը պիտի ասե, թե ես Տիրոջն եմ, մեկն ալ Հակոբի անունովը պիտի կանչվի, և մյուսն ալ իր ձեռքովը պիտի գրե, թե ես Տիրոջն եմ։ Մենք ում ենք պատկանում, եղբայրներ, քույրեր, ինչ իրավիճակ կլինի իմ կյանքում, ինչ իրավիճակ կլինի քո կյանքում, ես և դու պարտավոր ենք այս դավանանք անենք։ Ես Տիրոջն եմ, ես պատկանում եմ Տիրոջը, ես աշխարհինը չեմ, խավարինը չեմ, համաձայն եք այս դավանանքը անեմ, ես հակառակորդինը չեմ, ես Քրիստոսի պատվական ու սուրբ արյունով գնված Աստծո զավակ եմ։ Կանգնենք ոտքի աղոթքով Տիրոջ առաջ, սրտանց աղոթք անենք։